Տղաներ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Սա որ գյուղն է։ Հայկաշեն։ Մտածում եմ, արժի Հայկաշենն էլ բացահայտել։ Էլ ինչի ես կողմեն կողմ գնամ։ Հա։ Դե ինչի լավ։ Աշոտ էստեղ ես։ Արի։ Նկարում ես։ Վայ, տնաշեն։ Արի։ Ամեն քայլ նկարել չի կարելի։ Ժողովուրդ բարև ձեզ այս անձրևոտ եղանակին ես ու Աշոտը եկել ենք Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Հայկաշեն բնակավայր։ Դե եղանակը խոստումնալից չէ, ամբողջ օրը անձրև է լինելու, բայց դա վստահ եմ մեզ չի խանգարի հայկաշենցիներ։ Ես ձեր գյուղում եմ, եկել եմ տեսնեմ ինչ կա չկա այստեղ։ Մեր հաղորդաշարի գլխավոր հովանավորն է F-Net Telecom ընկերությունը, որը իր սիրելի բաժանորդներին առաջարկում է գերարագ ինտերնետ կապ, բազմաժանր հեռուստաալիքներ, մի շարք խելացի լուծումներ, F-Time հարթակ։ Այլ մանրամասներին ծանոթանալու համար զանգահարեք 8988 հեռախոսահամարով կամ այցելեք ընկերության պաշտոնական կայք fnet.am։ Մեր հաղորդաշարի գործընկերն է Emily Farm դեղատների ցանցը։ Եթե ձեզ անհրաժեշտ է շտապ դեղորայք, զանգահարեք նշված հեռախոսահամարով եւ կանեն առաքում։ Իմ սիրելի, հարգելի հեռուստադիտողներ եւ հետևորդներ, հուշահամալիրը, որը տեսնում եք, գտնվում է Հայկաշենի կենտրոնական հատվածում։ Այս հուշարձանը նվիրված է Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակին։ Հայկաշենցիները չեն մոռացել 1915 թվականի ցեղասպանության անմեղ զոհերին եւ նրանց հիշատակը վառ պահելու համար հուշահամալիրում տեղ է գտել այս խաչքարը։ Գագիկ Կիրակոսյանը զոհվել է Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ Նրա անունով է կոչվում Հայկաշենի միջնակարգ դպրոցը։ Տեղեկացնեմ, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Հայկաշենը զոհեր չի ունեցել։ Տղերք, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ։ Ինտերնետ էիր մտել։ Ինչ էիր անում։ Մինքի։ Ինտերնետ է գանում։ Ինտերնետ եք գանում։ Ինչ էիր նայում։ Վիդեո։ Ինչ վիդեո։ Խնդալու։ Հա, մեր վիդեոները նայել եք։ Հա, ես նայել եմ։ Այսինքն ես ձեզ ծանոթ եմ։ Դուք ինչ ճանաչում եք։ Հա, Շատ ուրախ եմ, շատ լավ է։ Հիմա եկեք ես ձեզ ճանաչեմ։ Արման։ Գոր։ Եղան։ Ուրախ եմ շատ, մնաց ձեր անունները հիշեմ։ Հայկաշենցի եք դուք։ Այո։ Մենք այս անձրևին թողել ենք մեր չքնախագույն Երևանը, թողել ենք մեր օֆիսը, տաքուկ միջավայրը ու եկել ենք որպեսզի բացահայտենք Հայկաշեն գյուղը։ Լավ ենք արել։ Այո։ Երեխեք, հիմա ուզում եմ ինձ պատմեք ձեր գյուղի մասին մի փոքր։ Դե որ շատ ներկա, օրինակ անտառը շատ ամեն ինչ էլ կա, էլի անտառում։ Անտառ ունեք։ Հերա, տարին է, դա։ Ծառը, բանջար դա կա, դեր սունկ։ Ինչ ասես կանամ։ Ինչ կա։ Ափսոս անձրև ա գալիս, թե չէ։ Բայց ծառ կդրեն տանեն, էլի։ Լավ է կան։ Ծառը կդրում են սա բանան։ Գոր դու պատմիր քո գյուղի մասին։ Ինչ պատմում։ Գիտակ ֆրանկ տենակ ինչ պատմում։ Չես պատմում։ Դե մասված Սա եկեք Հա? տնակ։ Ամեն ինչն կտնակ։ Պատրաստ եք մեզ ուղեկցել։ Հա։ Ահա, շատ լավ։ Վստահ եմ, որ զրույցի ընթացքում կբացվեք չեք ամաչի տեսախցիկից, հա? Ու ձեր գյուղի մասին մեզ լիքը կպատմեք։ Ինչի կամաչում, գորը վիդեո կարում, չի կամաչում։ Գորը վիդեո ա նկարում, ինչ վիդեոներ ա նկարում։ Դե իրա սպորտի, տենց դրսի վիդեոներ խաղեր, ամեն ինչ նկարում ենք։ Ինչ ես պարապում։ MMA, UFC, պրավ։
Մենք իրար հետ ենք կեթում նույն տեղը, ինքը հետ MM-ն ապարոպում, ես դհոլ։ Դհոլ որտեղ ես պարապում։ Հովտաշատ, մենք երկուսով հովտաշատ ենք կեթում։ Հա, դու դհոլ ես պարապում, ինքը MMA-ը Հա։ պարապում։ Ահա։ Միասին գնում եք։ Հա։ Բա ոնց եք գնում գալիս։ Տրանսպորտ կա։ Հա, Շատ լավ է։ տրանսպորտով հետ մենք։ Հայկաշեն հովտաշատ ունեք Հա, երթուղի։ հա, ունենք։ Շատ լավ է։ Դե երեխեք ջան, Ուրիշ առաջարկում եմ տեղեր եմ մտնում այդ ավտոբուսը։ Մենակ Հայկաշեն ու բան չի մտնում։ Երևան այդում, Ջրարատան, Խաթունախ, դստեղ լիքետ։ Հա, գո եք տրանսպորտից։ Հա։ Էջան էլի։ Ինչքան է գինը։ 100։ 100 դրամ։ Հա։ Այստեղից մինչև Երևան ինչքան է։ 250։ Մեկ օրից։ Մի հատ էլ ավտոբուս կա, ինի 150-ը, այդումա էջ միածին գայս է Ջրարատ, էլի Խաթունախ բան։ Ջրարատը ձեզնից մոտիկ է։ Հա, մեկ Հա, այն։ մեծամոլու ջրառատ։ Հա, ուրեմն բարևեմ Ջրարատի բնակիչներին, ասեմ, որ մոտ ապագայում ձեր գյուղել են գալու։ Հա։ Մեզ շատ են Ջրարատում սպասում։ Բռնվեք ջրարատցիներ։ Իսկ լավ է ձեր հարաբերությունները կողքի գյուղերի հետ։ Հա, Հա, լավ։ հա, լավ։ Կռիվներ քիչ եք անում։ Այդքանը չէ։ Հա։ Քիչ եք անում էլի։ Հա։ Շատ լավ է։ Երեխեք ինչ անենք, առաջանանք հուշահամալիրի մասին ես մի փոքր ներկայացրի։ Ինչ կարող եք ավելացնել հուշահամալիրի հետ կապված։ Ինքը ստեղի կենտրոնական տեղն է, էլի։ Ստեղ են մարդիկ հավաքում, բան։ Մենք որ ջանգիրում ենք անում, միշտ գայս ենք ստեղ ջրոցի վաղտ են գալիս ստեղ։ Միշտ գայս ենք ստեղ ենք։ Ջանգյուլում էլ եք անում։ Հա։ Ոայ, Մենք մի անգամ 300,000 հավաքել ենք։ դիտում։ Չէ, Փող։ Այդ Հա։ ո՞նց է ստացվել։ մենք մի հատ բան ունենք, մարդ կա, մեր մանդարի տերն է, ինքը եկել է մեզի փող տվել է, էլի։ Բավա որ մի մանդարի տերը չի։ Տերն է։ Տերն է ասում է։ Հա, բազարի տերն է։ Հա, ձեզ լիքը փող ա տվել։ Հա, Բա ինչ է 100,000 գնացի առել։ Դե դի պահել ենք, որ մանգալու գնանք, այդ փողը կծախսենք, էլի։ Էլ մամաները մեր տեղը չեն տա։ Իսկ ջանգյուլում մի մասին կպատմեք ինձ։ Դե ջանգիլում Ինչ եք անում այդ օրը։ ծաղիկներ ենք հավաքում, տալիս ենք մարդկան, շնորհավորում, բան ենք անում, տենց։ Իրենք էլ դրա փոխարեն ձեզ գումար են տալիս։ Գումար են տալիս։ Երեխեք, հիմա առաջարկում եմ քայլ առաջ։ Քայլը չիտակ, քայլը չիտակ, քայլը չիտակ, գնանք բացահայտենք Հայկա շենը։ Երեխաներ, հիմա ես ձեզ բացատրում եմ։ Սա ինչ է։ Աղբ է, ճիշտ է։ Սա ինչ է։ Աղբաման։ Աղբաման, այո, աղբի տեղը աղբամանում է, սիրելիներս։ Խնդրում եմ, մի աղտոտեք այն բնակավայրը, որտեղ դուք ապրում եք։ Անպայման աղբը նետեք իր համապատասխան տեղը։ Քանի որ մեր գյուղում չկան եկեղեցիներ, կա մի մատոր։ Այստեղ մենք գալի աղոթում ենք, բոմ ենք վառում եւ տարբեր բաներ։ Արմանը հուշում է, որ երկու մատուր ունենք։ Ահա, մեկը սա է, իսկ մյուսը որտեղ է։ Գնում այն ճամփի վրա որ մանկապարտեզի կողերն է, էլի։ Սեյրան Սարոյանն է կառուցել։ Անպայման այդ մատուրը կայցել ենք։ Սիրելիներս, տեսանք, որ մատուրում մոմը վերջացել է, Աշոտի ընկեր Արմանը իր մեքենայից բերեց տվեց ինձ այս մոմը ու ասաց Արևիկ Երուսաղեմից բերված մոմ է։ Վառիր ու երազանք պահիր անպայման Աստված կկատարի։ Բարև, Բարև, ոնց ես։ լավ, բադուկ, Լավ, ինչ կա չկա։ ո՞ս մի բան, Քանունը ի՞նչ է։ Արմեն,
Արմենն ես դու, Հայկաշենցի Արմենը։ Հա, այն որ ասում են Հայկաշենցի Արմեն դու ես։ Գործերդ լավ են։ Հա։ Եկել ենք Հայկաշենը բացահայտենք ու տեսնենք մարդիկ ինչպիսին են։ Լավն են, վատն են, Լավն են։ բարի են, Լավն են, բարի են։ հյուրասեր են։ Քո մարոշնին կտաս ինձ։ Հա։ Դուր։ Արմեն, ինչ ես անում, ինչով ես զբաղվում գյուղում։ Խաղում եմ ուրիշների հետ։ Ում հետ ես խաղում օրինակ։ Իմ ընկերի հետ։ Ընկերդ ով է։ Մեր դասանի Արտյոմը։ Մենակ Արտյոմն է քո ընկերը, ուրիշ ընկերներ չունես։ Չէ, ունեմ։ Բայց մտերիմը Արտյոմն է։ Միամսյակի շրջանակներում մայրիկին, տատիկին ինչ ես նվիրել։ Ո՞ց մի։ Ոչ մի բան չես նվիրել։ Ծաղիկ էլ չես նվիրել։ Խի այ տղա, այս ձեր գյուղում մի հատ ծաղիկ չկա, գնայիր պոկեիր, տանիր մամային, տատիկին նվիրեիր։ Ինչի։ Իսին։ Ոյ, բացիկ էլ չես նվիրել։ Չէ, բարձիկ նվերել եմ։ Ինչ ես գրել։ Չեմ հիշում։ Լավ, անպայման ապրիլի 7-ին սխալդ կուղես, մի հատ բացիկի մեջ կգրես մամ ջան, տատիկ ջան, ձեր միամսյակը շնորհավոր ու մի ծաղիկ հետ կնվիրես իրենց, որ ուրախանան։ Այո։ Լսեցիր ինձ, գալու եմ անպայման հարցնեմ։ Արմեն, գյուղում ինչ չկա, որ կուզենայր լիներ։ Նոմա ֆուտբոլի դաստ։ Դու ֆուտբոլ շատ ես սիրում։ Հա։ Պարապում ես։ Հա։ Որտեղ ես պարապում։ Մեր հուսաձանում։ Հա, հուշարձանի մոտ եք ֆուտբոլ խաղում։ Հա, ուրեմն արի ասենք, որ ձեզ համար լավ, բարեկարգ ֆուտբոլի դաշտ կառուցեն։ Այո։ Ամեն ինչով ապահովված լինի։ Քանի որ ֆուտբոլ խաղալ շատ եք սիրում։ Գեղամ ջան, դե ինձ պատմիր ձեր դպրոցի մասին։ Սա Գագիկ Կիրակոսյանի անվան միջնակարգ դպրոցն է, որը դեռ հին ժամանակների գործում է։ Լսել եմ, որ նախատեսում են շենքը քանդել եւ զրոյից նոր շենք կառուցել։ Երևի ամառային արձակուրդներին կքանդեն ու նոր շենք կստեղծեն։ Իսկ ձեր ուսումը որտեղ եք շարունակելու։ Երևի Խաթունախ դպրոցը։ Հա, Խաթունարխը հիանալի դպրոց է։ Օրինակ Հովտաշատում, երբ որ դպրոց էին կառուցում, երեխաները գալիս էին էլի Գայի դպրոց։ Ահա, հիմա դուք էլ գնալ եք Գայում սովորեք, մինչև ձեր դպրոցը կառուցեն։ Սիրում եք ձեր դպրոցը բոլորդ։ Ճիշտն ասեմ։ Դե։ Հա? Ամենաշատը որ ուսուցչուն եք սիրում։ Ընկեր Անդրեասյանը։ Ընկեր Անդրեասյանը ինչը դասավանդում։ Դե մաթեմատիկա, երկրաչափություն եւ ինֆորմատիկա։ Իսկ ինչու եք հենց ընկեր Անդրեասյանին սիրում, բարի է ձեր նկատմամբ։ Դե հա, շատ բարի է ու մեր դասղեկն է։ Երեքդ նույն դասարանում եք սովորում, դու Արմանն ու Գորը։ Հա, դասընկերներ եք։ Հասկացա։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալություն, շատ լավ։ Եկեք ծանոթանանք։ Մեծ սիրով։ Ես Արևիկն եմ։ Ես Գայանեն։ Ուրախ եմ շատ։ Մենք ում օջախ ենք հյուրընկալվել։ Այս օջախը ես տեղ հարսեմ, սա իմ սկեսրայրի տունն է, բայց հիմա նրանք մահացած են, ապրում ենք ես իմ ընտանիքով, ամուսնուս, աղջիկներիս հետ միասին։ Տիկին Գայանե, ուզում եմ Հայկաշենի բնակիչների մասին մեզ պատմեք։ Գյուղի մարդիկ շատ լավ մարդիկ են, նախ շատ աշխատասեր են, իրանց այդ հողագործությամբ, իրանց դառը քրտինքով ապրող մարդիկ են, զբաղվում են հողագործությամբ, անասնապահությամբ, շատ հարեհաս մարդիկ են, մեկը մյուսի նկատմամբ շատ սիրալից, հարգալից վերաբերմունք են ցույց տալիս։ Գյուղը շատ անվանի է, շատ ունեցել են գեներալներ, ափսոս Սերյան Սարոյանը հիմա չկա, մահացել է, բայց ունենք Մելքոյան Գագիկը, գեներալը, անվանի գյուղը։ Հայ երգիչներից Սարո Թովմասյանը նաև այս գյուղից է։ Այո, որին բոլորս շատ սիրում, շատ հարգում ենք Սարո Թովմասյանին, այս գյուղի բնակիչն է։ Ունենք ծանրամարտի Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն Մարտիրոսյան Սիմոնը, նրա եղբայրը Մարտիրոսյան Արսենը։
Ունենք շատ բժիշկներ, Սերոփյան Անդրանիկը, Քիթ Կոկորդ բաժնի վարիչ է աշխատում, ուսուցիչներ ունենք, դպրոցում դասավանդում են։ Մի խոսքով գյուղը շատ փոքր է, բայց շատ անվանի գյուղ է։ Ահա, ես շատ ուրախ եմ մեծ պատիվ է այսպիսի գյուղում գտնվելը։ Փոքր գյուղ լինելով հանդերձ դպրոցը շատ տվել է բժիշկներ, մանկավարժներ, մարդկության համար շատ պիտանի անձնավորություններ, շատ զինվորականներ ունենք, որոնք 90-ականներում իրանց ներդրումն են ունեցել հայ ազատագրական պայքարում։ Ուզում եմ իմանալ, հարևանություն անելը ձեր գյուղում պահպանվել է։ Մեր գյուղում այո հարևանություն անում ենք անպայման մենք ենք գնում, մեզ հրավիրում են, մենք ենք հրավիրում գալիս են առավոտյան սուրճը անպայման հարևանների հետ։ Եթե տան մեջ մի հատ ուրախություն ա լինում, հարսանիք ա կնունգ ա ծնունդ ա անպայման, այնպես չի որ միայն բարեկամներն են մասնակից լինում, հարևանները անպայման պիտի մասնակից լինեն։ Շատ ջերմ հարաբերություններ ունենք հարևանների հետ։ Չի եղել նման բան, որ ասենք ընթարվեն, իրար հանդեպ վատով լծվեն, չէ, նման բան չէ, շատ հարևանասեր, բարեկամասեր գյուղացիներ են այս գյուղի բնակիչները։ Նրանց նախնիների մեծ մասը տեղափոխվել են Մարտունու, այո, Մոլալու գյուղից են տեղափոխվել ու այստեղ ապրելով բազմացել են։ Բայց այժմ գյուղի բնակչության թիվը քիչ է, մոտավորապես 1200 բնակիչ կա։ Այո, գյուղի բնակչությունը հիմա փոքր է, հիմնականում դուրս են գնում, որ մի մասը Եվրոպա, մի մասը Ռուսաստան, արտագնաց աշխատանքների են գնում, այո, ճիշտ եք ասում, հիմա գյուղը, նույն գյուղն է չի փոքրացել, բայց մարդիկ պակասել են։ Իսկ մեկը մյուսի ճանաչում եք։ Միանշանակ բոլորս ճանաչում ենք մեկս մյուսին, շատ նորից եմ կրկնում, ջերմ հարաբերություններ ունենք։ Նույնիսկ երբ Աստանովկին կանգնած ես լինում, նման մարդիկ են մեքենայով, մեկը քաղաք ա գնում Էջմիածին Երևան, որտեղ կլինի կողքի գյուղագնում անպայման կանգնած մարդուն Աստանովկուն չեն թողնում, անպայման վերցնում են։ Մի խոսքով լավ մարդիկ են, շատ լավ մարդիկ են։ Ես ուրախ եմ, որ նման գյուղում եմ ամուսնացել, ճիշտ է, գյուղի միակ պակասը նա է, որ գազաֆիկացված չի։ Գյուղում մենք գազ չունենք, հիմնականում դա է ժողովրդին անհանգստացնում, որ 21-րդ դարում ենք ապրում, բայց գազ չունենք։ Այսինքն էլեկտրաէներգիայով եք ցանկացած աշխատանք անում։ Տաքանում ենք ոմանք, նայած մարդկանց հնարավորություն, մարդ կա, որ էլեկտրոէներգիայով է տաքանում, մարդիկ էլ կան, որ տնային վառարաններում փայտ են վառում։ Դա է խնդիրը, որ մեր գյուղում ցավոք չկա։ Հիմնականում մեր հայկաշենցիները զբաղվում են նանայի մշակությամբ, մենք նույնպես, ինչպես բոլոր գյուղացիները, մենք նույնպես ունենք մոտավորապես 1000 քառակուսի ջերմոցային տնտեսություն, որը հիմնականում նանա է։ Ունի շատ լավ եկամուտ, դա էլ նշեմ։ Ստեղծված բերքը որտեղ եք վաճառում։ Բերքը հենց տանից ենք վաճառում, հատուկ մարդիկ կան, որ զբաղվում են սրա վերավաճառով, մեզանից գնում են, ուղարկում են դուրս, դեպի Մոսկվա, Լենինգրադ, ուղարկում են այնտեղ վաճառքի։ Կարող եք վաճառել թե թարմ վիճակում, թե թարմ վիճակում, թե չորացրած վիճակում, վաճառում ենք, պահանջարկը շատ մեծ է, շատ եկամտաբեր, շատ մեծ արդյունք ենք ունենում, որի համար շնորհակալ ենք։ Հեսա ձեզ էլ մեծ սիրով կհյուրասիրենք, դուք էլ կտանեք ձեր տուն, կչորացնեք, թեյով, ամեն ինչով կօգտվեք։ Առողջարար։ Նաև մարդկանց խորհուրդ տանք, որ առողջ ապրելակերպով զբաղվեն։ Այո։ Հիմա թեյ խմելու շրջանն է։ Պետք է հաճախ թեյ խմել, որպեսզի չհիվանդանանք։ Ճիշտ է, թեյ։ Ազգի մեծամասնությունը հիմա հետո շատ նպաստում բացի հարբուխը մեծ նշանակություն ունի, ովքեր տառապում են արյան բարձր ճնշմամբ, շատ լավ օգնում է։ Դա էլ ասեմ, ես ինքս օգտագործում եմ, գոհ եմ նանայով թեյ, թուրմ եմ պատրաստում, սառը վիճակում կլինի, տաք վիճակում կլինի, դրա թուրմը օգտագործում եմ։ Շատ ժամանակ ուտում ենք, հենց հաց ու պանիրով ուտում ենք։ Այո։ Այնպես որ նանա շատ օգտագործեք։ Այն որ անձրև է գալիս, բայց մենք չենք թրջվում։ Մենք չենք թրջվում, այո։ Արևիկ ջան, մի հատ հիացեք։ Շնորհակալություն։
Անմահական հոտ ունի։ Խնդրեմ։ Այս տակերը մի քիչ կմաքրեք, սեղանի վրա փռում եք, սրբիչի վրա, ինքը չորանում, ամբողջ ձմեռ կարող եք օգտագործել։ Էլի քաղեմ, պետք է։ Հերիքա։ Հերիքա։ Հերիքա, պրեք շատ ծաղկե փնջի համար։ Խնդրեմ, մեր եղածը սա է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ո՞նց եք։ Լավ եք, դուք Ոչինչ։ Ինչ կա չկա։ Ծաղուչ։ Հայկաշենցի եք։ Այո, Ձեր անունը ի՞նչ է։ Գառնիկ։ Ահա, ջաց Գառնիկ, ինձ մի հատ հարց ա հուզում, իմ հարցին կարող եք պատասխանել։ Ինչու՞ չէ։ Ձեր գյուղը ինչի համար է կոչվել Հայկաշեն։ Հայկ Նահապետ ինչ կապ ունի ձեր գյուղի հետ։ 50-ական թվականին 50 թվականին էր մոտավորապես։ Գյուղը հիմնադրվել։ Մարտունից տեղափոխվեն այստեղ, Ահա։ որպես Հայկ Նահապետի անունով կոչել են Նահապետ, որ հայացավ է։ Ասում են Հայկ Նահապետը գյուղի տարածքով անցել է, դրա համար կոչել են Հայկաշեն, ճիշտ է։ Չէ, այդով տեսա, սուտ է դե։ Նույն առաջին չելա ստեղից են սկսվել։ Սիրելիներս, այս մատուրը կառուցեց գեներալ Սեդրակ Սարոյանը։ Ի հիշատակ պապերի, եղբոր, քրոջ եւ քեռու Աստված պահապան հայ ժողովրդին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, շատ ուրախ ենք, որ եկել եք մեր տուն, շատ ցանկանում ենք ձեզ, որ հաջողություն լինի, բոլորին, ոչ թե մենակ մեզ, բոլորին հաջողություն լինի, ինչքան հայ ժողովուրդ կան։ Սեդա տատի, դուք Հայկաշենից եք։ Այո, Հայկաշենից Հայկաշենից եմ։ Ոչ, ես ծնվել եմ իմ ծննդավայրը Մարտունիում, Մոլալու գյուղում եմ ծնվել, 2 տարեկան հասակում եկել եմ ստեղ ու մեծացել, ամուսնացել, երեխաներ ունիմ, լավ երեխաներ են իմ երեխաներ, իմ հարսներ, բոլորն էլ շատ լավ, ինձ հարգում տեղ են տալիս։ Մի հարսնել ես, ատեքորս հարսնա, ինքը ինձ կանչել է, որ արի ինձ օգնությամբ։ Եկել եմ, որ մի քիչ օգնեմ, իր ամուսինը հիվանդ է, տանի հիվանդանոց։ Սեդա տատի, այս կանաչին, որ մաքրում եք, պատրաստում եք, որտեղ են տանում վաճառում։ Այս կանաչին, որ մաքրում եք, տանում են շուկայում, հանձնում են, էսի ոչ թե մեր կանաչին է, կողքից բերել են, տվել են, ասել են մաքրեք, մենք էլ մաքրում Կողքի ենք։ գյուղից։ Կողքի գյուղից բերել են, տվել են, ասել են մաքրեք, տվեք մեզ։ Սա պետրուշկանա, չէ։ Այո, պետրուշկա է սա։ Հիմի մաքրում ենք Ազիջան, իրանք տանում են շուկա, ցավը տանեմ, ինչքանով են ծախում, մենք չգիտենք։ Այսինքն Հայկաշենում պետրուշկայի մշակությամբ չեն զբաղվում։ Զբաղվում են, ոչ է զբաղվում, կանանչի են ցանում, սոխել են ցանում, պետրուշկա էլ, ամեն ինչ։ Նանայել, ամենալավը նանաներ, մենք ունենք նանա, մեր տուն մենք նանայով ենք զբաղվում, չկա մեզ կանանչի, նոր ենք ցանեմ, մի քիչ փոքրոտա, բայց կունենանք։ Կմեծնակ ունենանք։ Սեդա տատի, ուզում եմ գյուղի մասին էլ մեզ մի քիչ պատմեք։ Գազի խնդրեմն է մերը, որ չունենք, այսենց վառարաններ տրել ենք, փեդ ենք վառում, թեփ ենք վառում, ինչ կարող ենք, այն էլ վառում ենք, ցավը տանեմ։ Չկա նենց հարմարություն, բոլոր տեղեր կա, մեր մոտ չկա։ Նոր են քաշել մեր գազեր քաշել են, բայց փորձարկում են, որպեսզի տեսնեք երբ կտան։ Իմ ոտը ոնց են ասում, խերով։ Ոտը խերով աստեղ մեր շեմում, դուք բոլորդ էլ շատ լավն եք, մենք ձեզ հարգում ենք, այո, քեզի ես տեսնում եմ, շատ լավ էլ տեսնում եմ։ Սեդա տատի, ոռոգման ջուրը, խմելու ջուրը ինչ վիճակում են։ Խմելու ջուրն ունենք, ցավը տանեմ, արտիզյան ջուր է մեր ջրերը։ Այդ ո՞րն է, արտիզյան չեմ հասկանում ես։ Գետնի տակից է մեր ջրերը։ Բայց համով ջուրը։ Քանդում շատ։ Խմում եք։ Հա, բա ինչ անենք, որ չխմենք, որտեղից բերենք։ Բա ոռոգման ջուրը։ Ոռոգման ջուրն էլ ունենք, էլի հանել են, բան են սարքել են, մեր գյուղում այդ ջրերը բան են արել, տեղ են տվել, էլի որ ջուրը լինի, մենք բաղջիկներ ջրենք։ Գյուղում երեխեքը ջահելները ինչով են զբաղվում։ Ուղղագործությամբ են զբաղվում, որն մասնագիտություն ունի, մասնագիտությամբ զբաղվում։ Ինչ անեն, այն մեր գյուղում չկա այնպիսի գործ, որ ասենք մեր երեխաներ
Բա դպրոցականները Դպրոցականներ շատ նորմալ։ Դասերը վերջացավ, դրանից հետո ինչ կարող են անել, գյուղում ինչ զբաղմունք կա։ Երեխեքներ շատ լավ են, ոչ մի զբաղմունք էլ բայց չունեն։ Ոչ, ասենք խաղարապարակ կա, ոչ մի զբաղվելու տեղ կա, որ երեխաներին զբաղվեն։ Սեդա տատի, Հա ջան։ միամսյակ է, ինչ նվերներ եք ստացել։ Ինչ նվեր եմ ստացել։ Հարսներս են նվեր տվել, դեկորս երեխեքներն են նվեր տվել, ամեն չէ տվել են։ Քանի հարս ունեք։ Մեկ 3 հատ հարս ես ունեմ, չհաշված դեկորս հարսները։ Հələ մի րոպե։ Դուք ձեր հարսների հետ եք ապրում։ Ես մի հատ հարսի հետ եմ ապրում, Անահիտ Սարոյանի հետ եմ ապրում, ունեմ 3 հատ թորնիկ, մի աղջիկ 2 տղա, մի թորի աղջիկս Մոսկվայում է, 2 տղեն ստեղ է։ Հիմի ունեմ մի հատ թորիկին, այդ թորիկինն էլ նոր ենք բերել։ Հա։ Հիմի Ազիջան ինքը իրանք մեր հետ են։ Որտեղից եք բերել թորիկը։ Երևանից ենք բերել, փախծրել բերել են։ Բերել եք գյուղ հարս։ Այո, բերել են գյուղ հարս։ Բոլոր Երևանի աղջիկներին պետք է բերել գյուղերը Անպայման։ Բերենք գյուղերը չենք թողնում ինքը իրանք։ Օրինակ մեկ այդքան գործ ենք անում, մենք մեր հարսին չենք թողնում, որ մի հատ գործ անի։ Տան գործը թողանի։ Տան գործը թողանի։ Ճաշը թոյեփի, շորը հիմի լվացքի մեքենան թազա հարս է։ Ճիշտ է։ Ճիշտ է։ Լվացքի մեքենայով առաջ մենք ձեռքով էինք լվանում, բայց հիմի մեքենաներ կան, ցավը տանը մեքենաներով իրանք լվանում են։ Ճաշը թոյեփի, տունը մաքրի, ես էլ էսենց գործ անեմ։ Անկեղծ կասեք, ամենաշատը որ հարսից եք շնորհակալ։ Պարզ չի, որ իմ մոտի հարսը պետք է շնորհակալ լինեմ այդ հարսից։ Որ ինքը ինձ էփում, կերցնում, ես էլ աղայավարի գնում եմ գյուղսովետ, մինչև մի աշխատում եմ, ցավը տանեմ։ Հարգում եք էլի իրար։ Հա, քիչ ենք հարգի, ինչ ա եղել մեր մեջ, որ մեկ իրար Ձեր չհարգենք։ ընտանիքում Մեր ընտանիքում 6-ը շունչ ենք։ Նոր կներեք երեխեք ջան, սպասում ենք թորնիկի։ հա Ահա։ Թորնիկի, իմ համար թորնիկ է, բայց իրանց համար թորնիկ է։ Բայց ես գիտես, քանի տարեկան եմ։ Դուք երեք մի 45։ Հա, այ 45 տարեկան եմ ապրես դու իսկական ասեցիր։ Դա որ ասեմ 80 եմ կհավատա։ Չէ։ Դե չես հավատա։ Դուք 80 տարեկան եք։ 80 չկան, բայց ամի ամսից կլրանամ 80։ Նպատակ են դրել, որ 80-ամյական են, ոչ կատական են։ Երբ հա ձեր 80-ամյա։ Մայիսի 22-ին։ Հիշեք, մայիսի 22-ին գալիս ենք հայ։ Ուրեմն ինքը նվեր ա բերում, ռեստորանում են անում, խո տունը չեն անի։ Գնում ենք ռեստորան։ Անպայման։ Մենք էլ Որ նկարա հանես ինձ։ Անպայման։ Ահա։ Լսեցիք, մտներդ պահեք։ Բարև Նարե։ Ո՞նց ես։ Լավ ես։ Մի քիչ բարձր խոսա։ Բարև։ Ասա լավ եմ։ Լավ եմ։ Նարե, դու փուչիկ սիրում ես։ Էֆնետի այս փուչիկը ես նվիրում եմ քեզ։ Նարե, հələ կասես, տեսնեմ մամային ինչքան է սիրում։ Այդքան շատ, բա պապային ինչքան է սիրում։ Շատ։ Ինչքան շատ, հələ ցույց տուր։ Ոյ, բա գորին ինչքան է սիրում։ Լիքը։ Լավ ապերա ինքը քո համար։ Շատ է ջղայնանում քո վրա։ Հա, գորին չէ ջղայնանում Նարեի վրա։ Ինչ ես անում, որ ջղայնանում է։ Նորեն քչում եմ։ Հեռախոսը գցում ես ջղայնանում, հա։ Հա, ասա քիչ հեռախոսով զբաղվիր, ինձ հետ խաղա։ Քո հետ չի խաղում ինքը։ Բա դու ընկերուհիներ ունես։ Ովքեր են իրենք։ Անունները կասես։ Ասա։ Աննա։ Աննա։ Աննային արի օթային պաչիկներ ուղարկենք։ Ապրես։ Դե գնացի, տեսու։ Աշոտ։ Հələ արի մոտս։ Չունկա։ Արի մոտս։ Գործ եմ անում։ Արի էստեղ։ Կարող եմ, չունկա։ Արի։ Չունկա։ Ես պահանջում եմ, որ դու գաս։ Հենց հիմա արի էստեղ։ Գործ եմ անում։ Արի։ Չունկա։ Աշոտ, արի։ Արի էստեղ։ Արի բան եմ հարցնում։ Արի Աշոտ։ Թող երեխեքը կնայեն տես աղջիկին, արի։ Չի լինի։ Ինչի չի լինի։ Չունկա։ Այլոց զգուշ։ Մի խոսքով Աշոտ, ես քեզնից նեղացած գնում եմ Ալենենց տուն, դու այստեղ մնա, հանկարծ չգաս, եղավ։
դատարկաձեռն չեմ գնում էլի, Voice of Dream-ից օրագիր եմ տանում, եկել F-net-ի փուչիկ։ Աստված օրհնի այս տունը։ Անկոչ հյուրեր ընդունում եք, ինձ գյուղի երեխաները ասեցին, այստեղ Ալենն է ապրում, Արևիկ, գնանք Ալենենց տուն։ Բարև Ալեն։ Բարև ձեզ։ Ոնց ես։ Լավ, դուք ինչպես եք։ Նորմալ, ինչպես է քո առողջականը։ Նորմալ։ Ոչ ես հիվանդացել։ Մի քիչ հիվանդացել եմ, բայց ոչինչ, կանցնի ամեն ինչ էլ։ Հիմա այդ սեզոնն է, բոլորս հիվանդանում ենք, որովհետև գիժ մարտն է, եղանակին խաբվում ենք, բարակ ենք հագնվում ու վերջում ջերմություն, հաս։ Դրա համար պետք է եղանակին չխաբենք ու տաք հագնվենք։ Ճիշտ է։ Ալեն, ուզում եմ մի փոքր քո մասին պատմես։ Սովորում եմ 9-րդ դասարանում Հայկաշենի UNS դպրոցում։ Առարկաներից պատմությունն եմ շատ սիրում ու իմ կարծիքով ցանկացած հայ, ցանկացած Հայաստանի բնակիչ պետք է իր պատմությունը իմանա, որովհետև հիմա նենց ժամանակաշրջանա, որ ցանկացած պահի կարա թշնամին վեր կենա ու ասի, այս սարնիմն է, այս ծառնիմն է, ու մենք պետք է մեր պատմությունը իմանանք, որպեսզի կարողանանք այդ բոլոր արժեքները պահպանենք։ Իսկ դու Ալեն, ապագայում ինչ ծրագրեր ունես։ Դե մտածում եմ իրավաբանություն սովորեմ, իրավաբան դառնամ, հաստաբան միգուցե, ոլորտը ինձ դուր է գալիս էլի։ Ես քանի որ առօրյայում ու ընդհանրապես այս ոլորտում շատ եմ մարդկանց հետ շփվում, իրենց դեմքին նայելով արդեն հասկանում եմ, թե ինչ տեսակի մարդիկ են։ Հենց ես քեզ տեսա, հասկացա, որ խելացի երիտասարդ ես ու շատ ես սիրում սովորելը։ Կատես բան։ Առաջին տպավորությունս քո մասին այդ էր։ Հիմա կուզեմ իմանալ ձեր գյուղը ըստ քեզ ինչի կարիք շատ ունի։ Երիտասարդների համար այստեղ ինչ է պակասում։ Դե գյուղը իրականում շատ բանի կարիք ունի, հենց առաջնահերթ հարցը դպրոցի վերակառուցումն է, որը որ մեզ խոստացել են արդեն, դա կարվի։ Երկրորդը մեր գյուղում մշակույթի տուն են հիմա կառուցում, ու իմ կարծիքով այդ շատ կարևոր քայլ է, որովհետև շատ խմբակներ պետք է այնտեղ բացվի, արվեստի ոլորտում եւ այլ ոլորտներում, ու իմ կարծիքով այդ քայլը շատ մեծ դեր կխաղա բնակչության երիտասարդների ամենակարևորը իրենց համար։ Այո, ամենակարևորը ցանկացած գյուղում պետք է խմբակներ գործեն, որպեսզի երեխաները դասերից հետո զբաղմունք ունենան։ Հաստատ։ Չհասնեն կողքի գյուղեր ու պարապմունքների հաճախելու համար։ Ճիշտ եմ չէ ասում, վերջի վերջո ժամանակատար է, մինչև այդքան ճանապարհ են հաղթահարում, գնում հասնում են, հետո ետ են գալիս, օրվա մեծ մասը անցնում է ճանապարհի վրա։ Իսկ որ սեփական գյուղում գործեն խմբակներ, ապա լավ կլինի։ Կցանկանայիք մեծ եկեղեցի ունենալ, որտեղ պատարակներ կանցկացվեին, փսակադրության, մկրտության արարողություններ։ Իրականում բոլորն էլ հաստատ կցանկանային։ Իսկ ընդհանրապես երիտասարդներով դուք համախմբված եք գյուղում։ Ես չէի ասի, որ այդքան համախմբվածություն կա, ու դրա պատճառը երևի հենց այդ խմբակների բացակայությունն է, բայց որ ասեմ ընդհանրապես իրարից տեղյակ չեն կամ իրար հետ շփում չունենք, դա էլ սուտ կլինի։ Օրինակ ես կցանկանայի, որ ցանկացած գյուղում երիտասարդական կենտրոն լիներ, որ օրվա վերջում երիտասարդներով հավաքվեիք ու գյուղին վերաբերող խնդիրները քննարկեիք։ Օրինակ, շատ ճիշտ եք։ Ու վերջում ներկայացնեիք վարչական ղեկավարին, միասին փորձեինք խնդիրները լուծել համատեղ ջանքերով։ Համաձայն եմ։ Այդպես գյուղի խնդիրները ավելի շատ տեսանելի կլիներ, համ էլ երիտասարդների ձայնը հիմա շատ են հաշվի առնում։ Ու ամենակարևորը դա խմբվածությունն է, խմբավորությունը, որ թեկուզ երիտասարդները եւ ամբողջ մարդիկ հայերը կարողանան համախմբվել եւ ինչպես որ վկայում է հայոց պատմությունը, երբ որ հայերը համախմբվում են, իրենց մոտ ամեն ինչ էլ ստացվում է։ Այո, նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզնից, որովհետև Հայկաշենը դուք այնպես եք ներկայացնում, որ ինձ համար մեծ պատիվ է այս գյուղում այսօր գտնվելը։ Մենք էլ ենք ձեզնից շատ շնորհակալ ու ձեր մարդիկ են հենց որ գալիս են ու արժեքավոր տեղերը բացահայտում են հենց։ Ալեն ջան, ես ուզում եմ Voice of Dream սոցիալական նախաձեռնության կողմից քեզ հանձնել այս օրագիրը, որտեղ դու կարևոր օրերի մասին կգրես, տարիներ անց կբացես, կկարդաս ու հիշողություններ կարդնանան։
Անպայման։ Տեղեկացնեմ, որ սիրելիներ Voice of Dream-ը սոցիալական նախաձեռնություն է, այնտեղ հատուկ կարիք ունեցող երեխաները գնում են, սովորում են, կրթվում են ու նաև իրենց նկարներն են օրագրերի վրա փակցված, նկարում են եւ այդ նկարները վերածում են օրագրերի նկարչական ալբոմների, այդպես վաճառում են եւ երեխաները ամբողջ հասույթից օգտվում են։ Երեխեք, քանի որ ես Երևանում եմ ապրում ու վառարան չենք օգտագործում տանը, հիմա ինձ պետքա օգնեք, ոնց պլեջ պատրաստենք, ես մոռացել եմ։ Սկզբում աղն ենք լցնում։ Աղն ենք լցնում, այսպես, հա, կարտոֆիլը մաքրած շարում ենք, կարող է աղի քիչեր։ Չէ, վրանը կարանք անենք։ Քծիբություն մի արեք, հայկաշենցիները քծիբ չեն։ Երեխեք, դուք կարտոֆիլի պլեջ սիրում եք։ Հա։ Դուք ինչ եք վառում։ Փեջ։ Փայտ։ Խնդրում եմ ձեզնից, հայկաշենում գազը քաշեք վերջապես։ Այս մարդիկ այդքան խնդրում են։ Այնպես արեք, որ մեր հաղորդումից հետո գազը մտնի գյուղ ու բոլորը ասեն, ապրես Արևիկ ջան, քո շնորհիվ վերջապես գազ ունեցանք։ Ոտքս խերով լինի այս գյուղում։ Սիրելի հեռուստադիտողներ եւ հետևորդներ, ասեմ, որ պլեջի հովանավորն է մեր Ալենի մայրիկը, Գոհարը, ինչի համար սրտանց շնորհակալություն ենք հայտնում։ Ես ուզում եմ ձեզ ասել, որ Հայկաշենում մարդիկ բոլորը բարի են, անչափ բարի են, ում տունել որ մտնեք, մի բաժակ ջուր ուզեք, ձեզ հաստատ կտան։ Էնպես որ եկեք Հայկաշեն, որովհետև Հայկաշենում կյանք կա, ոնց են ասում, չէ, կյանքը գյուղում է, կյանքը Հայկաշենում է։ Հարգելի հայրենակիցներ, այսօր մարտի 25-ն է եւ մենք բացահայտեցինք Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքի Հայկաշեն բնակավայրը։ Խորին շնորհակալություն եմ հայտնում տեղի բնակիչներից մեզ այսպես լավ դիմավորելու, հյուրընկալելու համար։ Եղանակային պայմանները մեզ թույլ չտվեցին, որպեսզի շատ բնակիչների հետ շփվենք։ Ինչպես տեսակ, բոլորը շատ ուրախ էին մեզ տեսնել իրենց բնակավայրում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել հաղորդաշարի գլխավոր հովանավոր Fnet Telecom ընկերությանը, որը միշտ մեզ հետ է, առանց նրա մենք չենք կարող բացահայտել Հայաստանի գեղեցիկ բնակավայրերը, ինչպես նաև շնորհակալություն Emily Farm դեղատների ցանցին մեզ հետ համագործակցելու համար։ Շնորհակալություն նաև Աշոտի ընկերոջ Արմանին, ով այսօր իր Mercedes Magnish-ի մեքենայով մեզ ուղեկցեց Հայկաշեն եւ ամբողջ օրը մնաց մեզ հետ։ Լավ էր մեզ հետ Արման, էլի կգաս։ Կոչ եմ անում իմ սիրելի հայրենակիցներին, ինձ նման շուշուտ այցելեք մեր գյուղերը։ Ուսումնասիրեք, բացահայտեք, ծանոթացեք բնակիչների հետ ու հասկացեք, որ գյուղից լավ տեղ չկա ապրելու համար։ Ու նաև խնդրում եմ պետությանը, որպեսզի պայմանները բարելավեն, որպեսզի բնակիչները այստեղ անհոգ ապրեն։ Երեխաների համար կառուցեք խաղահրապարակներ, մշակույթի տներ, մեծահասակների համար ժամանց ապահովելու վայրեր ստեղծեք։ Խնդրում եմ անպայման ասֆալտապատեք գյուղի մնացած ճանապարհները։ Իմ սիրելի հայ ազգ, ես ձեզ խնդրում եմ, մի քիչ բարեհոգի դարձեք, վերադարձեք դեպի Աստված, չարագործություններ քիչ արեք, խուսափեք ավտովթարներից ու ամենայն բարիք բոլորիս։ Հիշեցնեմ ձեզ հետ Արևիկն էր, տեսախցիկի հակառակ կողմում Աշոտը, ով ինձ շտապեցնում է ասելով Արևիկ, արագացրու, ես դեռ պետք է գնամ Ռասիա հասնեմ, ավտոս վերցնեմ, գնամ Վեդի, քեզ ինչ կա մնալու ես Երևանում։ Մի խոսքով այսպիսի ծանրագույն իրավիճակում է անցնում իմ նկարահանումը, սա էլ կդնես սևի մեջ։ Գնում եմ Հայկաշենից, լավ մնացեք սիրելիներս, ես ձեզ շատ սիրում եմ, ամենակարևորը բարի եղեք միշտ լավ գործեր արեք, որովհետև գործն է անմահ, լավ իմացեք։ Չաո։